Բարև եղբայր։ Լավ եք։ Ինչ տրամադրության եք։ Քեֆ հապ։ Նորմալ։ Հա։ Նորմալ։ Լավ է։ Հաջող։ Հա, եղբայր։ Պարոն վարչապետ, ամիսներ առաջ ես ավտովթարը տեղ ունեցել Ստեփանավանում, որի ընթացքում մի երեխան մահացել է։ Ցավակցություն եմ եղբայր։ Ահա։ Հիմի խնդիրը կայանում է։ Դուք եք մեքենայով, թե վրայով։ Չէ, ես եմ վարորդները, ինձ եկել են դիմացի հանդեպատակ խփել են։ Խնդիրը նրանում է, որ ու ժամի է, մենք զանգում ենք առողջապահության նախարարություն։ Առողջապահության նախարարությունից վրտալու չեն կարող տրամադրեն, պատճառը այն է, որ GPS-ը չի աշխատում։ Իրիկունով չեն կարող։ Ուզում եմ ճշտեմ Yandex-ն հազոր, ջիջին թե մեր առողջապահության նախարարությունը որ չի կարող։ Ուղղաթիռները հիմա ասենք ես կառավարական ուղղաթիռներ ուր մոտ ժամի չի կներեք, բայց Yandex-ը ջիջին խոսքից տրամադրելուց են ելել։ Ես ուզեցել եմ որ այդ ավտոմեքենա իրանք թրթելուտի մեջ տնեն միայն ռեանիմացիա։ Մի բան ասեմ, այդ բանի ուղղաթիռի ծառայությունը կառավարությունն է վճարում, որ այդ ուղղաթիռի ծառայությունը ըլնի։ Եթե մենք չուզենայինք, որ դա ըլնի, դա չէր ըլնի։ Նկատի ունեմ, գիշերվա ժամին չկա թռիչք։ Հայաստանի Հանրապետությունում գիշերվա ժամին ուղղաթիռային թռիչք չկա։ Դա Yandex-ի խնդիր չի, դա ուրիշ բազմաթիվ կարգավորումների խնդիր է։ Ես գիտեմ, որ մենք Yandex-ի ջիջի հետ են կապել, ասել են թող տրամադրեն այդ իրանք ռեանիմոբիլը։ Լավ էլի, ասում եմ գիշերային ժամին։ Ես փաստն եմ ասում, պարոն վարչապետ։ Եղբայր, փաստը ասում ես հիմա միտեղ մի բան ասում եմ Հայաստանի Հանրապետությունում գիշերային ժամին, մոտ ժամին ուղղաթիռի թռիչք չկա։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում այդպես կարգավորում չկա։ Կառավարությանն էլ ում պետք է լինի, ինձ սպասարկող ուղղաթիռը մոտ ժամի չի թռնում։ Մտնեց վերջ, չենք թռնում, մեքենայով ենք շարժվում։ Ինձ սպասարկող ուղղաթիռը մոտ ժամին չի թռնում։ Ցավում եմ, ցավակցում եմ եղբայր, բայց պետք չի բան անել։ Իրոք ներ չի որ հնարավոր Եվ ուղղակի խնդիրը եթե կայանում է, կարա դա հետագայում փոխվի, ինչ որ մեկի կյանքը փրկվի դրա շնորհիվ, պարոն վարչապետ, ես չեմ եկել։ Մենք հասկանում ենք։ Իմ ասածը այդ հարցին ուշադրության կենտրոնում դուք պահեք։ Բայց դա տենց պարզ հարց չի, դա տրանսպորտային հազարու մի կարգավորման հարց կա այդտեղ։ Այդ ուղղաթիռների սարքավորման խնդիր է եւ այլն եւ այլն։ Այսինքն ուղղաթիռը, ասում եմ, ինձ սպասարկող ուղղաթիռը մտնեց, մտնշաղին էլ չի թռնում։ Ցերեկային լույս ժամին թռնում է, մտնեց չի թռնում։ Հայաստանի Հանրապետությունում մոտ ժամի ուղղաթիռային թռիչք չկա։ Դա ավելի շատ կապված է ուղղաթիռների իրանց, այսինքն ես այդքան չեմ խորացել, բայց գիտեմ որ չի, բայց լրացուցիչ խոստանում եմ որ կհետաքրքրվի։ Շնորհակալ եմ, մերսի։